Ներկայացնեմ 22-ից մինչև 25 թվականները շտաբուժօգնության ծառայության ֆինանսական եւ բնութագրական չափանիշներ։ Եթե 22 թվականին մենք ունեցել ենք պետպատվերի գծով 1 միլիարդ 865 միլիոնի կարգի, ապա այս տարի արդեն իսկ առաջին կիսամյակում 1 միլիարդ 180։ Վճարովի ծառայությունները նույնպես կրկնապատկվել են, եթե 22 թվականին ունեցել ենք 98 միլիոնի կարգի, ապա արդեն առաջին կիսամյակում 96 միլիոնը կատարված է։ Շահույթի մասով կարող եմ արձանագրել, որ 22 թվականին շտաբուժօգնության ծառայությունը փակել է 141 միլիոն դրամ վնասով, արդեն իսկ առաջին կիսամյակի տվյալներով 168 միլիոն դրամ շահույթով ենք փակելու 25 թվականը։ Սպասարկված կանչերի մասով նույնպես նմանատիպ օրինակ է, եթե ընդհանուր 281 հազար կանչ է սպասարկվել 22 թվականին, ապա արդեն իսկ առաջին կիսամյակում ունենք 155 հազար սպասարկված կանչ։ 23 թվականի հուլիսի 1-ից ներդրել ենք վճարովի ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով վճարման համակարգ, անցնելով վճարահաշվարկային տերմինալների եւ պոստտերմինալի։ Մինչև այդ վճարումները ընդունվում էին կանխիկ եղանակով եւ այդպիսի պայմաններում հնարավոր չէր ոչ մի կերպ ամբողջական պատկեր ունենալ, ինչպիսի գումարներ էին ներառվում եւ հաշվառում եւ հսկողություն հնարավոր չէր իրականացնել, ինչպես նաեւ ռիսկեր էին։ Կանխիկ վճարումները ակնհայտ ռիսկեր էին, իսկ ներկայում շահառուները ստացել են ավելի քաղաքակիրթ եղանակով կանխիկ վճարում անելու հնարավորություն։ 24 թվականից ներդրել ենք պլանշետների միջոցով կանչերի էլեկտրոնային մուտքագրման համակարգ։ Սա հնարավորություն է ընձեռնել պլանշետի միջոցով կատարել ինչպես անկանխիկ վճարումներ, այնպես էլ բուժառոյի հետ կապ հաստատել անմիջական հեռախոսազանգի միջոցով, նույնականացնել GPS հասցեն, ինչպես նաև ցանկացած որևէ փաստաթղթի պարագայում նույնականացնել անձը, որովհետև մինչև այդ լինում էր, որ մեկ տառի տարբերությամբ կանչի այն նույնականացում տեղի չէր ունենում անձի։ Արդյունքում գրեթե բացառել ենք բուժառոյի սխալ տվյալների մուտքագրման եւ վրիպակների հնարավորությունը։ 24 թվականին 103 օպերատիվ ծառայության զանգերի անխափան եւ ավել արդյունավետ աշխատանքի համար դրվել է E1 կապուղի եւ զանգերի մոնիտորինգի եւ ձայնագրման սարքավորումներ, որոնց շնորհիվ գրեթե բաստողնված զանգերը չունենք, հավասար է 0-ի բաստողնված զանգերը։ Կանչերի թվով պայմանավորված ավելացրել ենք նաև 103 օպերատիվ ծառայության զանգընդունողների հենակետերը։ Կատարել ենք որոշակի դրույքաչափերի բարձրացում եւ վարչատնտեսական անձնակազմի եւ 103 օպերատիվ ծառայության կարգավոր բուժքույրերի վարորդ սանիտարների։ 24 թվականին ամբողջությամբ փոխվել են ընկերության բուժառուներին անմիջապես սպասարկող աշխատակիցները, այսինքն բրիգադների անձնակազմների բժշկական համազգեստը, որը որպես քաղաքապետարանի կողմից դրամաշնորհ տրվել է 103 շտաբուժօգնության ծառայությանը։ 24 թվականի շենքեր եւ տնաստորին միջոցների անվտանգության ապահովման համար բոլոր ենթակայաններում եւ վարչական տարածքների համար ձեռք են բերվել, տեղադրվել են խցիկներ եւ թարմացվել են ենթակայանների գույքը։ 24 թվականին այդ ակրը համակարգի միջոցով հասկացել ենք, որ ՎՏԲ Հայաստան բանկով դեռևս 2011 թվականից շտաբուժօգնության ծառայությունը որպես վատ վարկային պատմություն ունեցող կազմակերպություն ներառված է, որոշակի միջոցներ ենք ձեռնարկել եւ այդ վատ պատմություն ունեցող հիմնարկների ցանկից շտաբուժօգնությունը դուրս է եկել, դրա շնորհիվ կարողացել ենք 25 թվականին լիզինգային պայմաններով 0% լիզինգային պայմաններով ձեռք բերել 7 նոր շտաբուժօգնության մեքենաներ, որոնց կահավորումը ներկայումս կատարվում է, շուտով ներկա կլինենք դրա հանձնման շնորհանդեսին։ 26 թվականին նույնպես պլանավորում ենք 7 նոր մեքենա ձեռք բերել։ 25 թվականին ընկերությունում ներդրել են կառուցակարգ, որի շրջանակներում ՃՏՊ-ների արդյունքում տուժած անձանց առաջին բուժօգնության եւ հոսպիտալացման ծառայությունների դիմաց ընկերությանը փոխհատուցում են որպես վճարում ապահովագրական ընկերությունները եւ ավելի շատ, քան սովորական մեկ կանչի արժեքներ 20000 դրամ են հատուցում, քան 8190 դրամ։ Արձանագրել ենք նաև, որ 22 թվականի մայիսի 10-ի նախարարի
հրամանով ստեղծված չափորոշիչը երբևիցե խախտված լինելով փորձել ենք վերել համակարգել այնպես, որպեսզի բուժարուն մոտակա ամենամոտ շտաբ ծառայություն մատուցող բժշկական հաստատություն տեղափոխվի, այլ դեպքում լինում էր անհարկի չարաշահումներ, մեքենայի օգտագործում, ծավալների, ռեսուրսների վատնում էր, որովհետև ասենք կարող է մասիվի կանչով գնային հասնել մինչև Երևանի հիվանդանոց։ Ներկայումս միմիայն վճարովի պայմաններով է նմանատիպ ծառայությունները մատուցվում։ 25 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ ընկերությունը 200 միլիոն դրամով ավանդ որևէ կրեդիտորական պարտք չունի, երբ որ դեռևս 23 թվականին 75 միլիոնի կարգի ուներ կրեդիտորական պարտք։ Այսքանը, եթե առիթից օգ թույլ տաք, մի հայտարարություն էլ անեմ, պարոն քաղաքապետ։ Խնդրեմ։ Հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, նոյեմբերի 27-ին մինչև 31-ը ունենալու ենք առողջապահական էքսպո Մերիդիանում, բացումը լինելու է ժամը 11-ին, պարոն քաղաքապետ, խնդրելու ենք բացումը իրականացնել, կուզենայի բոլոր գոլեգաները մասնակցեն եւ տեսնեն մեր առողջապահական եւ բժշկական հաստատությունների դիրքը ընդհանուր առողջապահական համակարգում, դա շատ տեսանելի է լինում, բոլորիդ հրավիրում եմ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, շատ կարևոր արձանագրումներ արվեցին շտաբ բուժօգնության ծառայության 2-3 տարվա ընթացքում տրանսֆորմացիայի վերաբերյալ եւ իրականում մեր շտաբ բուժօգնության ծառայության որակը էականորեն բարձրացել է։ Սա ակնհայտ է դառնում նաեւ մարդկանց տված մեզ այսպես ասած մեկնաբանություններից որակի վերաբերյալ, իհարկե թվերը շատ խոսուն են, 141 միլիոն վնասից հասել ենք 168 միլիոն շահույթի, ամբողջապես վերազինվել ենք, ամբողջապես թվայնացվել ենք, ամբողջապես անցել ենք անկանխիկ վճարումների եղանակի, չափորոշիչներին համապատասխանեցվել ենք։ Էլ չասեմ, որ ես հիշում եմ առաջին գործակարգավարականներին, ես հիշում եմ զեկույցներ, որ զանգերի 78%-ն է սպասարկվել եւ իմ մոտ հարց առաջացավ, ոնց կարող է լինել, որ շտաբ բուժօգնություն մարդը զանգահարի եւ իրեն այդ զանգը չսպասարկվի։ Հիմա այդ հարցը նույնիսկ չենք քննարկում, որովհետեւ դա ենթադրվում է, որ 100%-ն էլ պետք է սպասարկվի։